Հարազատներս մեզ հարկավոր է տանձ, պետք է հավասար երկու մասի բաժանենք։ Եվ գերադասելի է, որ մեջի հատվածը մաքրենք, որտև դեռ դա սա խմորեղենի մեջ է լինելու, այս պետք է, որ մաքուր լինի։ Պոչը կթողնեմ ես, ուղղակի մեջինն եմ հանում, կորիզի հատվածը։ Okay, վերջ։ Հիմա մեզ պետք է շերտ առ շերտ իրան կտրենք, հանենք։ Մոտավորապես 3-ից 4 շերտ։ Նայած ձեր տանձի մեծությանը, իհարկե դա կախված է արդեն։ Այսպես պետք է լինի։ Հիմա անցնենք մնացածին անեմ։ Ես արագ մուդի վրա կդնեմ վիդեոն, որպեսզի ժամանակը արագ գնա ավելի։ Okay, հարազատներից, եթե նկատում եք, արդեն կտրտված է, պատրաստ է։ Հիմա ինձ հարկավոր է լինելու շերտավոր խմոր է պատրաստ է արդեն ինձ մոտ։ Ինչ եմ անելու, սա թաթախելու եմ շաքարավազի մեջ է, սա շաքարավազ է։ Եվ իրան փորձեմ տեղավորեմ այսենց։ Լավ է, այստեղից հանեմ, փոխեմ տեղի իրա։ Գերադասելի է, որ շերտավոր խմորը մի քիչ ծառը վիճակով լինի, որպեսզի հեշտ ավելի կտրվի։ Տերևի տեսք եմ տալի այստեղ ես փոքրիկ։ Հիմա փոքրիկ այստեղ էլ գծեր անեմ։ Որպեսզի պարզ լինի, թե ինչ արեցի։
ու դնելու եմ սա արդեն մեր թավայի մեջը։ Ու անցնենք հաջորդին անելու։ Նույն ձևով էլի։ Շաքարավազ ենք անում։ Okay. Սենց ասած մի մատի չափով խորությամբ չէ դուրս դեպի կտրում ենք կողքից։ Շատ համեղ է ստացվում վերջնական արդյունքը։ Շատ ու հեշտ է, կարծում եմ դե բարդություն չկա այստեղ պատրաստելու ընթացքում, որտեղ արդեն խմորը պատրաստի է, ամեն ինչը պատրաստի է։ Okay, վերջ, սա էլ այդ գծերը մոռացա։ Եվ սա էլ դարապոխեցինք նորից մեր թավայի մեջ։ Հիմա անցնենք հաջորդը։ Okay, Ժորժան, եթե նկատում եք արդեն պատրաստ է, դնում ենք գազօջախի մեջը 350 աստիճան Fahrenheit եւ 170 աստիճան Celsius եփվելու։ Ժորժան արդեն պատրաստ է։ Okay, հարազատներս, եթե նկատում եք արդեն պատրաստ է։ Հիմա ընդամենը ինձ մեկ բան է պետք վրան անել, շաքարի փոշի։ Եվ վերջ։ Ահա եւ վերջ, սա էլ վերջնական տեսքը։ Okay, հարազատներս, հիմա մի հատը կվերցնենք, իրար հետ կփորձենք։ Նայեք ինքը ճրճրան խմոր է, շատ լավն է։ Եվ հոտն էլ է շատ անուշ։
եւ շատ ջրալի է երևում, որտեւ լավ եփվել է արդեն։ Ինքը բավական ամուր, տանձեր, շատ հասած տանձը բավական ջրալի կլինի, այս անգամ դուրս կգա կողքերից, աշխատեք, որ պինդ տանձ օգտագործեք։ Օ, ինչ լավն է։ Ընտիր։ Շատ համով է։ Okay, ժողովուրդ ջան։ Նայեք ոնց է եղել մեջը։ Անպայման պատրաստեք, շատ համով ասա, ես կվերջացնեմ հիմա։ Ինչպես գիտեք, անտարբեր չեմ քաղցրի նկատմամբ եւ շատ համով է։ Հուսամ, որ դուք